ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևորի մասին նախ համառոտ։ Իրական տեսագրություն, թե արհեստական բանականություն, ինչ է հայտնի Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի մասին, փորձաքննության արդյունքներ են հրապարակվել։ Կամ սպանության կազմակերպիչն է, կամ պատվերով կատարողը, ինչ մեղադրանքներ են հնչել Վալոդիա Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում։ Ինչ ադրբեջանցիների են հանդիպել Հայաստանի մարզերում, ովքեր են ադրբեջաներեն խոսող մարդիկ եւ ինչպես են ազատ շրջում Հայաստանում։ Ալիևը վրեժ է լուծում Արցախի առաջին պատերազմում պարտության համար, ինչ է արձանագրում միջազգային մամուլը։ Ռազմական ուժի ցուցադրություն, սպառնալիքներ եւ փակ դռների հետևում բանակցություններ, կլինի հարված Իրանին, թե կխուսափեն բախումից։ Արշակ Սրբազանին վերագրվող սկանդալային տեսանյութի շուրջ աղմուկը նոր փուլ է մտնում։ Պարզվում է, արհեստական բանականությունն է գեներացրել Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութը։ Կալանավորված arczepiskopos-ի փաստաբան Արսեն Բաբայանը Մայրաթորի դիվանապետին վերագրվող ինտիմ տեսանյութն ուղարկել է միջազգային փորձաքննության 5 տարբեր երկրներ։ Ստացել է 3-ի՝ Ռուսաստանի, Սերբիայի եւ Չեռնոգորիայի փորձագետների պատասխանները։ Ըստ այդմ, տեսանյութը կեղծ է։ Արշակ arczepiskopos Խաչատրյանի պաշտպանական թիմը հրապարակել է 3 երկրներից՝ Ռուսաստանից, Սերբիայից եւ Մոնտենեգրոյից ստացված փորձաքննությունների արդյունքները։ Դրանց ընդհանուր եզրակացությունը նույնն է։ Սրբազանին վերագրվող տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ Փաստաբանի խոսքով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման տեսագրություն գոյություն չի ունեցել։ Վերլուծությունը վկայում է նյութի ստեղծման մասին նախապես կառուցված վիրտուալ միջավայրում։ Այսինքն այստեղ խոսքը գնում է հենց արհեստական բանականությամբ ստեղծված միջավայրի մասին, որ քանի որ այդ ամբողջ տեսագրությունը իրականության մեջ ֆիզիկապես գոյություն չի ունեցել, հետևաբար այս փորձաքննության համաձայն խոսվում է, որ դա վիրտուալ տարածություն է։ Փորձաքննություններով արձանագրվել է նաև, որ տեսագրության ձայնը չի համընկնում կադրին։ Մոնտենեգրոյից եւ Ռուսաստանից ստացված եզրակացությունների համաձայն ձայնը գեներացվել եւ մշակվել է առանձին, ապա կցվել տեսանյութին։ Ինչ վերաբերում է նույնականացման հնարավորությանը, 3 երկրների մասնագետներն էլ նշում են. տեսանյութի ցածր որակն ու լուծաչափը թույլ չեն տալիս վստահորեն նույնականացնել որևէ անձի։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։ Այսինքն ավելի հասկանալի լինելու համար, ասում է տեսագրության որակը հնարավոր է մի քիչ լավացնել, բայց այնուամենայնիվ անհատականացնող այն նշանները, որի միջոցով հնարավոր կդառնար անձին նույնականացնել, դրանք վերականգնել հնարավոր չի։ Փաստաբանը նաև ընդգծում է, իրենք ի սկզբանե նույնականացման խնդիր չեն ունեցել, քանի որ համոզված են տեսանյութում Արշակ Սրբազանը չէ, ինչը հաստատվեց նաև փորձաքննությամբ։ Ըստ այդմ, պաշտպանական կողմը պնդում է, գործով տուժողներ չկան եւ քննչական կոմիտեի հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե պարզել տեսագրությունում ով է, այլ տեսանյութն արդյոք իրական է թե կեղծ։ Կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են առատավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ։ Եվ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համար, մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվեն այն անձինք, որոնք որ իրականացրել են այդ կեղծիքը եւ այնուհետ դրա տարածում։ Փաստաբանի խոսքով սպասում են եւս 2 երկրից փորձաքննությունների արդյունքների, սակայն դրանք քննչական կոմիտե ներկայացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Նրա պնդմամբ փորձաքննությունները կազմակերպվել են ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ հանրությանը ճշգրիտ եւ հիմնավորված տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։ Սեդա Գյուրեղյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Այսօր տեղի է ունեցել փառաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։ Դատավոր Մուշեղ Արամյանը նախնական դատալսումների փուլը հայտարարել է ավարտված։ Այս գործով հիմնական դատալսման փուլը կսկսվի մարտի 10-ին։ Դատավորը նաև հայտարարել է, որ դիմում է ստացել Վալոդիա Գրիգորյանի հորից Լևոն Գրիգորյանից, որը գործով հանդիսանում է որպես տուժող։ Վերջինս նամակով խնդրել է չմասնակցել դատական նիստին, քանի որ հոգեբանական ցավ է զգում։
Վալոդիա Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդել է, որպեսզի դատարանում հարցաքննվեն ախտոյանները։ Դատավորի հարցին, թե ինչ վերաբերելիություն ունեն այդ անձինք, փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասել է, որ այդ կերպ կապացուցվի Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Վալոդիա Գրիգորյանի հոր ներկայացուցիչները ողջունել են փաստաբանի այդ միջնորդությունը, ասում են, ունեն կասկած, որ Վալոդիա Գրիգորյանի սպանության հետ առնչություն ունի Մհեր Ախտոյանը։ Դատարանում հայտարարել են, որ Ախտոյանը կամ Վալոդիայի սպանության կազմակերպիչն է, կամ պատվերով իրականացնողը։ Թեմային անդրադարձել է նաև ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Անդիլյանը։ Նշվում է պիտի հարցաքննվի, այլև եթե ես չեմ սխալվում, նա երկրի պետք է բերման ենթարկվի, միջազգային հետախուզում հայտարարվի, որպեսզի այդ անձը ներկայանա դատարան եւ բացատրություն տա եւ նաեւ ցույց տա, թե նաեւ իրեն եւ ով է հովանավորել այն տեքստերը ասելու, երբ որ նա սպառնում էր Վալոդիա Գրիգորյանին տեսանյութում։ Եվ սրա հետքերով գնալու ենք, որովհետև անձը հնչեցրել է սպառնալիք, որևէ մեկը նրա նկատմամբ հետախուզում չի հայտարարել, սպառնալիք, որը իրականություն է դարձել։ Առավոտյան ներքին գործերի նախարարությունն է հայտարարել, որ Արմավիրում խուզարկություններ են իրականացնում մոտ 20 հասցեներում, այդ թվում Մերձավանում, թե որն է իրավապահների գործողությունների պատճառը դեռ պարզ չէ։ Ահազանգ են հնչեցնում քաղաքացիները նախ Հանրապետության հրապարակում, ապա Շիրակում և Լոռիում։ Հանրապետության տարբեր բնակավայրերում մարդիկ ազատ շրջող շենք-շինությունները նկարահանող ադրբեջանցիներ են տեսել։ Իրենք էլ իրենց նկարահանած կադրերը համացանցում են հրապարակել ու մեկնաբանել։ Ամասիայի բնակիչներն օրինակ ադրբեջանցիներին տեսել են Ամասիայի կենտրոնական զբոսայգու մոտ և Գերեզմանոցում։ Տեսանյութեր են հրապարակվել նաև Գյումրիից։ Լրագրող Թաթուլ Հակոբյանը անդրադարձել է դեպքին և նշել, որ բնակչության մտահոգության առիթ դարձած մարդիկ ադրբեջանցի եղբայրներ են, որոնք ռուսական պետհամարանիշներով մեքենայով Վրաստանից մտել են Հայաստան։ Վանաձորից մի նամակ ու տեսանյութ ստացա, թե ինչպես են ադրբեջանցի եղբայրները ճաշարանի մատուցողու ուղեկցությամբ նկարանում Սպիտակ Վանաձոր ճանապարհի վրա գտնվող Արջահովիտ եւ Նոր Խաչակապ գյուղերը, իսկ հայ մատուցողուին ներկայացնում է գյուղերը։ Այս թեմայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով հարցում ենք ուղարկել ազգային անվտանգության ծառայություն, պարզելու թե հայտնի է արդյոք ովքեր են այս անձինք եւ ինչ նպատակով են եկել Հայաստան։ Իսկ Վաշինգտոնում շնորհակալություններ են հնչել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ու բարեկամության համար։ Փաշինյանն ու Ալիևը մասնակցում էին խաղաղության խորհրդի նիստին։ Թրամփը նրանց խնդրել է ցույց տալ, որ արդեն ընկերներ են։ Միացյալ Նահանգների նախագահը նրանց ոտքի է կանգնեցրել, որպես իր հաստատած խաղաղության վառ օրինակ։ Փաշինյան-Ալիև ձեռքսեղմում, ծափահարություններ, ոչ պաշտոնական զրույցներ ու գովասանքի խոսքեր Թրամփի շուրթերից։ Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստներ։ Մեծատառերով գրված խաղաղության տակ մեկ հարց կա. ինչ մասնակցություն ունեին Հայաստանն ու Ադրբեջանն այդ նիստին։ Գալիս ենք նրան, որ մեր երկրի ղեկավարի եւ Ադրբեջանի ղեկավարի ներկայությունը խիստ ցանկալի կլներ, այ ոնց որ ցուցանմուշի պես նաեւ մի քիչ բառը կոպիտ է հնչում, բայց նաեւ տեղին պետք է ցույց տային այն նրանց օրինակը, որ տեսեք ատամներով պայքարող իրար հանդեպ անգամ էքզիստենցիալ վտանգ ներկայացնող ժողովուրդները իդեմս նրանց ղեկավարների եկել են ընդհանուր հայտարարի, որ այլևս պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ըստ միջազգայնագետի, որքան էլ Թրամփն իրական խաղաղություն է ներկայացնում, պատկերը հետևյալն է։ Սա իրականում մեծ զինադատար է, որը եղել է էլի ժամանակին մենք ունեցենք ավելի երկարաժամկետ զինադատար եւ այստեղ հասկանում ենք, որ այդուհանդերձ որքան էլ Թրամփը այսպես քաջալերի, գեղեցիկ պաթոսային խոսքեր, պաթոսային խոսքերով ներկայացնի, այդուհանդերձ իրականում ադրբեջանական կողմը բնավ իր ծավալապաշտական, իր առավելապաշտական նկատումներից ու ծրագրերից չի հրաժարվել։ Իրական խաղաղությունը նույնիսկ Ադրբեջանի պահանջների բավարարումից հետո երաշխավորված չէ, նշում է մասնագետը, իսկ Թրամփը երկկողմանի խաղ է խաղում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Մի կողմից փաստացի նույն Թրամփը խաղաղություն է բերում տարածաշրջան եւ հակամարտող կողմերին, մի կողմից է զինում է Ադրբեջանին։ Այդ թվում Ադրբեջանն էլ արդեն իսկ մեղադրում է, որ Հայաստանին են զինում, որտեղ գիտեք, Վենսի այցելության շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Փաշինյանն ու Ալիևն ըստ էության վերածվել են Թրամփի հաստատած խաղաղության ամենաիրեղեն ապացույցին, նշում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը եւ հավելում. Թրամփը պետք է անընդհատ ցույց տա, հորդորելով իրար ձեռք սեղմել, իրար կողք նստել, իրար հետ խոսել եւ այլն։
Վստահ չեմ, կարելի արդյոք ասել նման բան։ Համենայն դեպս ես այդպես եմ կարծում։ Նրանք ընկերացել են։ Ոտքի կանգնեք, ոտքի։ Դուք ընկերացել եք պատերազմից հետո։ Քաղաքագետի ուշադրությունը մեկ այլ հանգամանք է գրավել։ Թրամփը թվարկեց Գազայի վերականգնման համար մոտ 7 միլիարդ դոլար աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած երկրների ցանկը։ Դրանց թվում Ադրբեջանը կար, Հայաստանը ոչ։ Ինչ գործառույթ ունի Հայաստանը այդ նշածս նվազագույն անհրաժեշտությունից բացի, որ կա Թրամփի համար, սա այդքան էլ պարզ չէ։ Հայաստանի անունը չի շոշափվում Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովի որոշումների եւ որևէ համատեքստում։ Ամեն դեպքում քաղաքագետը դժվարանում է ասել, թե ինչ գործառույթ ունի Երևանը Խաղաղության խորհրդում։ Աղքատ ազգականի տպավորությամբ է Հայաստանի ներկայությունը։ Թեպետ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի համար դա հակառակի առիթ է, այսինքն ցույց տալ, թե ինքը որքան ընդունված է միջազգային բարձր մակարդակներում։ Իսկ մինչ մենք փորձում ենք կատարել խաղաղասեր Ադրբեջանի բոլոր պահանջները, Ալիևի թիկնապահները նույնիսկ Վաշինգտոնում չեն կարողանում հանդուրժել խաղաղ ցուցարարների քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը եւ ծեծում են նրանց։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ Թրամփը լայն ժպիտով շնորհակալություն է հայտնում խաղաղության համար, Մերձավոր Արևելքը կրկին կանգնած է մեծ բախման վտանգի առաջ։ Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտենում են վտանգավոր սահմանագծին, թեպետ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի համար չկա ռազմական լուծում։ Նրա խոսքով դա փորձարկվել է անցյալ տարի, բայց չեն կարողացել ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։ Արաղչին նաև հայտարարել է, որ Թեհրանը պլանավորում է 2-3 օրվա ընթացքում պատրաստել Վաշինգտոնի հետ միջուկային էներգիայի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի նախագիծը։ Մի կողմից բանակցություններ, մյուս կողմից ռազմական պատրաստվածություն։ Վաշինգտոնը, Թեհրանը եւ Թել Ավիվը տարբեր ուղերձներ են հղում, բայց լարվածությունը շարունակում է աճել։ Կլինի հարված, թե կաշխատի դիվանագիտությունը, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները մտել են հերթական վտանգավոր փուլ։ Մի կողմից դիվանագիտական բանակցություններ, մյուս կողմից ռազմական ուժի ցուցադրություն։ Երեք կողմերն էլ Վաշինգտոնը, Թեհրանը եւ Թել Ավիվը նույն թեմայի մասին խոսում են տարբեր լեզուներով։ Կլինի ռազմական էսկալացիա, թե կհաղթի դիվանագիտությունը։ Ամերիկյան աղբյուրների համաձայն Պենտագոնը պատրաստ է Իրանի դեմ հնարավոր գործողությունների։ Միացյալ Նահանգները պատրաստվում են հարձակման կամ էլ պատրաստվում են վախեցնել Իրանի ղեկավարությանը, սա արվում է Իսրայելի ճնշման տակ, սա Նետանյահուի հրահանգն է, որ պետք է վերջի հակաիսրայելական պետությունը կործանել։ Սպիտակ տունը հայտարարել է, որ սպասում է Դոնալդ Թրամփի վերջնական որոշմանը։ Վաշինգտոնը շարունակում է պնդել, դիվանագիտությունն առաջնահերթ է, սակայն ռազմական տարբերակը երբեք չի բացառվել։ Վաշինգտոնում կայացած խաղաղության խորհրդի նիստում Իրանի հարցը եղել է օրակարգային։ Թրամփը զգուշացրել է, եթե Թեհրանը չհամաձայնի առաջարկվող պայմաններին, կարող են շատ վատ բաներ տեղի ունենալ։ Եթե նրանք հարձակվեն, կսկսեն օդային հարվածներից, կփորձեն ոչնչացնել ղեկավարությունը Իրանի, կփորձեն օգնել ներքին ընդդիմությանը Իրանում, սադրել քաղաքացիական պատերազմ կամ բախումներ, էթնիկ բախումներ, դեստաբիլիզացնել Իրանը եւ գուցե մասնատել։ Դա կլինի մաքսիմալ իրենց նպատակը։ Ամերիկյան մամուլը, մասնավորապես The Washington Post-ը եւ Reuters-ը հայտնում են, որ Միացյալ Նահանգներն արդեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Խոսքը ավիակիրների, կործանիչների եւ հակահրթիռների պաշտպանության համակարգերի մասին է, որոնք տեղակայվում են Իրանի շուրջ։ Հատկապես Միացյալ Նահանգներում, հատկապես նախագահի մակարդակով սա արդեն քննարկվելիք խնդիր է Իրանում իշխանության տապալումը եւ ցանկացած գործընթաց կամ գործողություն մշտապես ուղեկցվել է նույն դրամաբանությամբ։ Իսրայելում եւս իրավիճակին հետևում են բարձր զգոնությամբ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով երկիրը բերվել է բարձր մարտական պատրաստվածության։ Թել Ավիվը չի բացառում, որ հնարավոր բախման դեպքում Իրանը պատասխան հարված կհասցնի ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև Իսրայելին։ Միանգամից ուժեղ հարված է հասցվելու, քանի որ եթե Միացյալ Նահանգները փորձելու են չեզոքացնել Իրանի բալիստիկ ուժերը, Իրանը պետք է դա օգտագործի մինչև դա չեզոքացվի։ Այսինքն միանգամից հարված է հասցվելու եւ Իսրայելի քաղաքներին, եւ Միացյալ Նահանգների ռազմական բազաներին, եւ Միացյալ Նահանգների նավերին հնարավոր է։ Դա իհարկե նշանակում է, որ լայնածավալ ռեգիոնալ պատերազմ է գնալու։
Թեհրանն իր հերթին հայտարարում է, պատերազմի սցենարը չի բացառվում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Ժնևում Միացյալ Նահանգների հետ բանակցություններում որոշակի առաջընթաց կա։ Միևնույն ժամանակ Իրանի բարձրագույն ղեկավարությունը զգուշացնում է, հարվածի դեպքում պատասխանը լինելու է ամբողջ կարողությամբ։ Իրանական պետական լրատվամիջոցները սա ներկայացնում են որպես պաշտպանական դիրքորոշում, ընդգծելով, որ Թեհրանը չի ընդունի արտաքին պարտադրանք իր միջուկային ծրագրի սահմանափակման հարցում։ Թեպետ Իրանի համար այս պահին լավագույն լուծումը դա դիվանագիտական ճանապարհով որոշակի լուծման հասնելն է, բայց Իրանում հրաշալի հասկանում են, որ ցանկացած զիջում իր համար ավելի թույլ դիրքերից ապագայում պատերազմելուն ուղղված գործողություն է լինելու։ Լարվածության ֆոնին Իրանը ցուցադրել է իր ստորգետնյա ռազմական ենթակառուցվածքները հստակ ազդակ ուղարկելով, որ պատրաստ է ցանկացած սցենարի։ Զորավարժությունների ընթացքում անգամ մասնակիորեն փակվել է Հորմուզի նեղուցը, աշխարհի էներգետիկ կարևոր ուղիներից մեկը։ Դրան անմիջապես հաջորդել են համատեղ զորավարժություններ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Ռուսաստանը տեխնիկական աջակցություն է ցույց տալիս, որքանով ես գիտեմ, բաց աղբյուրներից կան ռազմական խորհրդատուներ, զինտեխնիկա է տեղափոխվում, որքանով ես գիտեմ, բաց աղբյուրներից, բայց իհարկե ռազմական ուժեր այնտեղ տեղակայել Ռուսաստանը չի կարող, որովհետև պայքարում է ամբողջ արևմուտքի դեմ։ Այս ֆոնին Մոսկվան զսպվածության կոչ է անում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, Իրանի դեմ ցանկացած հարված կարող է լուրջ եւ անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Միջազգային անհանգստությունը աճում է։ Լեհաստանի վարչապետը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը, նշելով, որ վիճակը կարող է կտրուկ սրվել ժամերի ընթացքում։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Համազգային պայքար հանուն արդարության, պատմական ճշմարտության և միացման։ Այսօր լրանում է Արցախի շարժման 38-ամյակը։ 1988 թվականի հենց այսօրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը որոշում ընդունեց դիմել խորհրդային իշխանությանը Ադրբեջանի կազմից դուրս գալու և Մայր Հայաստանին միանալու համար։ Արցախի և Հայաստանի պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել շարժմանը հաջորդած պատերազմներում զոհված տղաների հիշատակին։ Պաշտոնյաները համոզված են, որ արցախյան շարժումը չշարունակելը կամ արցախցիների իրավունքների համար պայքարը դադարեցնելը մեկ հոգու որոշելու հարց չէ։ Արցախյան շարժման այսօրից 38 տարի է անցել։ Արցախի և Հայաստանի պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցում են Եռաբլուրում։ Մի քանի հազար շիրիմ էլ Արցախում մնաց։ Մնաց նաև Արմեն Ասրյանի որդու շիրիմը։ Շատ ցավալի է, որ նման պայմաններում ենք մենք նշում 38-րդ տարին, բայց նաև մենք չենք հուսահատվում, որ մենք ունենք Արցախ վերադառնալու իրավունքը եւ այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տանվի։ 88-ը միայն Արցախի համար չէր, ասում է Արթուր Խաչատրյանը։ Արցախյան հեղափոխությունը սկիզբ դրեց Հայաստանի Հանրապետության կերտման շարժմանը։ Արցախյան շարժումը պատմական փաստեր չեն, ոչ էլ հիշելու, կադրերը թերթելու, հետո մի կողմ դնելու, նշում է Աբրահամյանը։ Այլ նաև մեր այսօրվա սերնդին ասելու, որ միայն պայքարով կա հաջողություն, միայն պայքարով կա հաղթանակ տանելու եւ ոչ միայն մենք պետք է հիշենք այս պատմական անհերքելի փաստերը, այլ սրանք մեզ պետք է ուժ տան, գաղափարական նաև այս պոտենցիալը փոխանցեն մեր սերունդերին։ Պետք է միանանք Հայաստանին, մեկ վերամարտերը լինենք, ոչ թե նայենք ուրիշի ձեռին ու ոսկանքում կերեն։ Արցախյան շարժման ակտիվիստներից Արզիկ Մխիթարյանը հիշում է լեփ-լեցուն հրապարակներն ու ազգային պահանջը։ Փետրվարի 13-ից միտինգային հարթակներում էր։ Իմ խոսքով ես դիմում էի ժողովրդին կոչելով, որ մենք պետք է կարողանանք գնալ ազատագրական պայքարի։ Եվ դա մեզ հաջողվում էր։ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների արտահերթ նիստ գումարելը մեծ դժվարությամբ եղավ, հիշում է Մխիթարյանը։ Պատգամավորներն Արցախ գալու սահմանափակումներ, վախեր ունեին։
անտառներով, սարերով են հասել։ Երկու ռուս պատգամավորներ, ազգությամբ ռուսներ, ահավոր վախենում էին, որ գային մասնակցեին, եւ քանի որ ես նրանց հետ աշխատել էի եւ շատ մտերիմ էի, գնացի եւ խնդրեցի, որ նրանք գան եւ մասնակցեն, եւ նրանց մուտքն էր հնարավոր դարձնում քվորումի ապահովումը, եւ երբ ես նրանց ուղեկցությամբ ներս մտա այդ դահլիճը, բոլորը ոգևորված ծափահարեցին, որ վերջապես քվորումը կա։ Արցախյան շարժումն այդ օրվան հասել է գաղտնի փուլեր հաղթահարելուց հետո միայն։ Փետրվարի 20-ին պես չի ծնվել էլի 85-86 թվականի ամառվանից մենք հայրենասիրական խմբակներով աշխատում ենք։ Իգորի մեծությունը հիմա էլ չեն ուշադրում։ Միակ բանը, որ հիմա այսօր Հայաստանը կարող որպես հաղթատու թափ տա, դա Իգորի նախաձեռնությամբ 89 թվականի դեկտեմբերի 1-ին որոշումն է, որ Արցախը միանում է Հայաստանին։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի միացյալ նիստում պատմական որոշում ընդունեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Այն ամրագրված է անկախության հռչակագրի ներածությունում, ինչի դեմ էլ պայքարում է Բաքուն Արցախն օկուպացնելուց, ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուց հետո։ Արցախյան շարժման վերաբերյալ քննարկումը ներկայացուցչությունում շարունակվեց։ Նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը հրավիրված քննարկմանը հանդես եկավ հայտարարությամբ, որին միացել էին խորհրդարանի խմբակցությունները։ Անստացան ենք պահելու Արցախի ժողովրդի միասնությունը, պահպանելու ենք մեր հազարամյակների ժառանգությունը, ապավինելու ենք մեր ժողովրդի վճռականությանը, հայրենի Արցախ վերադառնալու վերաբերյալ։ Քննարկմանը ներկա էին շարժման ակտիվիստներ, Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Արցախյան շարժումը երբեք չի եղել միայն Արցախի ազատագրման համար։ Արդարության, ազատության ու օրենքի պայքար էր, ասել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Շատ լավ եմ հիշում 1988 թվականի փետրվարյան օրերը, երբ որ մենք բոլորս ամեն մեկը իր քաղաքում, դուք Ստեփանակերտում, մենք Երևանում, դուրս էինք եկել փողոցներ եւ արթեցած այդ ազատության օդով արարում ենք պատմությունը։ Նմանատիպ քննարկումների հիմքում Արցախ հավաքական վերադարձն է, աշխարհի փորձը, տարածաշրջանային ռիսկերն ու հնարավորությունները։ Վերադարձի իրավունք ունեն արցախցիները, իրացնելը հնարավոր է, ջանք է պետք, նախ պետական մակարդակով։ Անիա Բախյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Արցախի մասին խոսքը այսօր միայն քաղաքական չէ, Արցախ անունը նաև միջազգային բեմերում է դառնում սկանդալի առիթ, նույնիսկ մշակույթի եւ սպորտային հարթակներում։ Ձմեռային օլիմպիական խաղերում Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության անունը չհնչեցնել է Ադրբեջանի պահանջներ, Հայաստանն էլ ոչինչ չարեց դա կանխելու համար։ Երաժշտությունը հնչեց, բայց չհնչեց Արցախ բառը։ Իմ գործընկեր Անիա Բաղյանը զրուցել է ստեղծագործության հեղինակի հետ։ 5-րդ օլիմպիական խաղերը, որտեղ Արցախ երաժշտությունը հնչում է։ Ռուս, վրացի եւ այլազգի մարզիկներ Արա Գևորգյանի Արցախ երաժշտության տակ սահել են, մրցել, հաղթել։ Օրեր առաջ Միլանում առաջին անգամ Հայաստանը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգը սահեց Արցախի ներքո։ Ադրբեջանը բողոք էր ներկայացրել միջազգային օլիմպիական կոմիտե Արցախ ստեղծագործության վերաբերյալ։ Երաժշտությունը մնաց, անունը ոչ։ Ես կարծում եմ դա միջազգային օլիմպիական կոմիտեի բաց թողումն է, որովհետև պետքա միջազգային օլիմպիական կոմիտեն ճիշտ է, խաղաղության կազմակերպություն է, ինքը խաղաղասեր է, միջազգային օլիմպիական կոմիտե։ Ամենայն հարգանքով այդ կազմակերպությանը նա պետք է մի քիչ խիստ լիներ, որ ասել չէ, երաժշտության մեջ քաղաքականություն մի մտցրեք։ Ադրբեջանն Արցախ երաժշտության դեմ շատ է պայքարել, կոչել ադրբեջանական, ֆիլմերում, հեռուստատեսային հաղորդումներում ներառել, բայց իրականության մասին անդադար խոսելով վերջի վերջո Բաքուն հանրային հայտարարեց. Արցախը ադրբեջանական ստեղծագործություն չէ։ Արցախն ինչպես ծնվեց։ Արա Գևորգյանն է պատմում։ Լաչինի միջանցքը արդեն 4-րդ օրն էր բացվել էր, Շուշիից դեռ ծուխ էր դուրս գալիս, ես այդ ժամանակ եղել եմ այդտեղ եւ ինչա հպարտ եմ զգացել, որ ես այնուամենայնիվ մեր զինվորների կողքին էի։ Եվ վերադառնալուց հետո արդեն այդ ամբողջ ընթացքը ես կարողացա երաժշտության միջոցով պատմել։ Արցախը հնչում է Լաս Վեգասի, Դուբայի, Մոսկվայի, Բաթումի եւ մի շարք այլ քաղաքների շատրվաններին։ Ցավոք սրտի ես վերջերս չեմ լսել մեր շատրվանների վրա։ Արա Գևորգյանին վատ հուշումներ են անում,
փոխել ստեղծագործության անունը։ Երաժշտությունը կոչվում է Արցախ, Արցախով էլ պետք է ինքը շարունակվի հնչել։ Ով դեմ է, ով կողմ է, դա բացարձակ հետաքրքիր չի, որովհետև ինքը երաժշտություն է, պետք չի խառնել քաղաքականության մեջ։ Արա Գևորգյանն իր երաժշտությունները կոչում է Արևմտյան Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքների անուններով։ Վան, Մուշ, Տիգրանակերտ, Երվանդաշատ, 12 մայրաքաղաքների անունով կան ստեղծագործություններ։ Տարբեր ժամանակների քաղաքապետների առաջարկել էր գրքույկում հավաքել ձայնասկավառակները, որոնք ճանաչողական ու ուսուցողական կլինեն։ Ոչ ոք չի համաձայնել, բայց Գևորգյանը հույս ունի, որ այն կյանքի կկոչի մի օր։ Այդ մայրաքաղաքները մոռանալ պարզապես հնարավոր չի։ Որ ասենք եկեք լավ, չօգտագործենք, չօգտագործենք, բայց սրտերից մեջ այդ անվանումները կա։ Հիմա ինչքան չուզենանք Արարատը օգտագործենք կամ չօգտագործենք, մեկ աչքներիս առաջնա մենք էլ անունը շատ լավ գիտենք, այդ անունն էլ Բիբլիայի մեջ գրված է։ Մեզ համար այս փուլն ուղղվելու, սխալներին նայելու համար է տրված, կարծում է կոմպոզիտորը։ Աշխարհը մերն է, ամեն մի հայ աշխարհի տերն է երգելու փոխարեն, հայելու մեջ արժե նայել, մշակույթը փոխել, այսինքն ոչ թե փոխել, այլ վերադառնալ արմատին, նշում է Արա Գևորգյանը։ Մենք մեր արմատից կտրվում ենք։ Իմ աչքի առաջ, մեր աչքի բոլորի աչքի առաջ, մեր արմատը մեզանից հեռվանում է։ Վերադառնալու գործում մեծ դեր ունեն լրատվամիջոցները, նշում է կոմպոզիտորը, անդադար ցուցադրել ուսուցողական, ազգային մուլտֆիլմեր, ֆիլմեր, երաժշտություն, ոչ թե սուտ կամ սկանդալ։ Որ գորգի վրա նստած խաղալիքներով խաղում են մեր երեխաները, հեռուստացույցը պետք է իրանց ականջին հնչեցնի ազգային երաժշտություն, հոգևոր երաժշտություն, դասական երաժշտություն, պետք է այդ երեխեքը այդ բազմազանությունը պետքա տեսնեն, որպեսի լավը վատից տարբերեն։ Պետքա շատ խոսենք բարձր արվեստի մասին, որ երեխեքը վատը ճանաչեն։ Եթե լավը չենք ցույց տալիս, ինքը ոնց իմանա, որ այս երաժշտությունը ցածր մակարդակի է։ Պառակտված ու անառողջ հասարակությունը նաև այդ մշակույթի բացակայության հետևանքով է առաջանում։ Միավորված հասարակություն տեսնելու ցանկությունն ու մտքերը ստեղծագործություն են դարձել։ Գևորգյանը մի նախագծի վրա է աշխատում, որտեղ երաժշտությունը սև ու սպիտակներին միավորում է։ Տեսահոլովակ եմ ուզում նկարեմ։ Դահոլներով 500 սև դահոլ, 500 սպիտակ դոլար իրար հետ դահոլներով կռվում են եւ վերջում հաշտվում են եւ բոլորը դառնում են սև ու սպիտակը դառնում է հայկական տարազ եւ բոլորը նվագում են նույն ռիթմը, քոչարու ռիթմը։ Հետո հնչում է Տեր Ողորմյան այդ քոչարու ռիթմերի վրա։ Շատ սիրուն բան է դառնալու։ Ես չգիտեմ, տեսնում եմ, Երանի օգնողները շատ լինեն, կարողանանք սա իսկապես իրականություն դարձնենք։ Հայկական տարազով խոսքը մեկ է դառնում, սև ու սպիտակ չի լինում։ Տարբեր գույները նկարչության մեջ է գեղեցիկ, բայց մենք նույն ազգի, կրոնի ու երկրի մարդիկ այսքան տարբեր արմատից հեռու չպետք է լինենք։ Վերադառնալ է պետք։ Ես համառ առաջ եմ գնում, ասել է կոմպոզիտորը։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Արցախը շարունակում է ապրել մարդկանց հիշողության մեջ, արվեստում ու բեմում։ Արցախի մասին պատմությունները, բլոկադայի ցավն ու պայքարը այս անգամ ներկայացվում են թատերական լեզվով։ Մի պատմության միջոցով, որտեղ երկու ընտանիքներ ստիպված են միասին ապրել փակված աշխարհում։ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում ներկայացվում է մի պատմություն, որտեղ հույսն ու գոյատևումը դառնում են ամենօրյա պայքար։ Քրոջս եմ գրում Երևան, ասում եմ երկու ձու ունենք մի պտխուն չակարավազ, մի քիչ էլ ալյուր, տորտ ենք թխում, զարմանում, խրել է, ասում է ինչ է սիրտ ունենք մի տեղ տորտ ենք թխում։ Ըստ ներկայացման գաղափարը ոչ թե իմն է, այլ գլխավոր պրոդյուսերի Արմենի Պետրոսյան, մեր բոլորի մենչի, ինքը երկար ժամանակ նմանատիպ ինչ-որ գործի մասին մտածում էր։ Գաղափարը ինձ հետ որպես ռեժիսոր քննարկեց։ Ես միանգամայն ընդունեցի, որովհետև Արցախ ինձ համար հարց չի, Արցախը հայրենիք է։ Պատմությունը գծեցինք միասին։ Բնականաբար Արմենը դեմից ասեց հենց բլոկադայի մասին, հենց բլոկադան հետաքրքիր է, սիտուացիան իբր մի հատ արտասովոր սիտուացիա, արդեն հետաքրքիր է եւ հեշտ է դրա մեջ հեքիաթասությունը։ Սա Արցախի առաջին բլոկադան չի։ Ոնց փակել են, այդպես է թվաց։ Այս առաջվանը չի, հիմա ժամանակներ ուրիշ է։ Չեմ ուզում, որ ոչ մի արցախցի դերասան կամ դերասանուհի բեմի վրա տեսնել
ասաց ինչու, բայց զգաց ինչ որ հիմքեր ունեմ, ասի, որովհետև այնքան այս պատմությունը նրանց հոգեհարազատ է ու թարմ է այս ամեն ինչ որ կատարվելու, որ կարող է շատ դժվար լինի այդ էմոցիան վերապրել, այսինքն դաժանություն է ինչ-որ։ Պատմությունը պատմում է բլոկադայի օրերին երևանցի մի ընտանիքի մասին, ովքեր եկել էին իրենց վիրավոր զինվորի հետևից։ Եկավ եք, բարով եք եկավ, մեզ համար էլ մեղություն չի, ձեզ զգացեք ինչպես ձեր տանը, ճիշտ եմ ասում դեդո։ Ճիշտ ես ասում, ճիշտ։ Նա հիվանդանոցում, այդտեղ որտեղ պարկած է, հանդիպում է մի արցախցի դեդոյի, որի կերպարը մարմնավորում է Շանթ Հովհաննիսյան, երևանցի նրա քույրը եւ քրոջ ամուսինը, որոնց կերպարները մարմնավորում են հերթականորեն Մարիամ Ալեքսանյան եւ Վաչեն Երիցյան, գալիս են նրան տանելու։ Կերպարի քրոջ ու ամուսնու մոտ առաջացնում է պանիկա, ես մեջտեղում եմ, որովհետեւ ամեն դեպքում այդտեղ ա եղել բավականին երկար ժամանակ, պատերազմին ա մասնակցել ու քանի որ ոնց որ նշեց ինքը ոնց որ չի ուզում թողնի Արցախը ու գնա, ինչ որ տեղ դայով հոգու խորքում իր համար լավ է որ թեկուզ դրանով մնում են որովհետև եթե բլոկադան չլիներ պատմությունը մեր տենց այո մյուս օրը արտանալու էին ու գնային Երևան տանը ապրում է դեդոյի հարսը Մարջան Ավետիսյան եւ նրա թորնուհին որը կերպար մարմնավորում է Էլենա Գևորգյան ու Աստղիկը արցախցի կինն է հավաքական արցախցի կնոջ կերպարն է ինքը շատ պատասխանատու է տատարատաղն է Այս կերպարի շերտերը շատ են ու ես սխալվելու տեղ համարյա թե չունեմ։ Սկսած բարբառից, սկսած հարաբերություններից, ամենտեղ ճիշտ պահել ամեն ինչ, էմոցիան եւ արտահայտչա միջոցները, որպեսզի եւ հասանելի լինի։ Ինքը շատ երբեմն հախուռն, երբեմն զուսպ, հիմնականում զուսպ, բայց իր կորուստներով։ Այսինքն Վարդանը իրավունք ունի ուրիշների հետ ճակատագիր կիսել ես, չէ՞։ Ներկայացման հիմնական նպատակը այն է, որ չմոռանանք այն ամենը, ինչ մեր գլխին եկել է, չմոռանանք մեր հայրենիքի այն ամենասուրբ մասերից մեկը, որը տարիներ շարունակ շատ կարևոր դերակատարում է ունեցել։ Մենք ոչ միայն հող ենք կորցրել, այլ նաև ինքը հող չինք հայրենիք է, սրբավայր է եւ նաև այնտեղ 100,000-ից ավել մարդկանց ճակատագրեր են, որոնց մասին չպիտի մոռանանք ու այդ մարդիկ մեր մեջ են ու այդ մարդկանց հանդեպ հոգատարությունը ամենաբարձր աստիճանի պիտի լինի։ Անշուշտ մենք ունենք տարբերություններ եւ այդ տարբերությունները ներկայացման մեջ ընդգծվում են։ Ինչ Ծննդատանը միջև էր աղջիկ, 3 տղա է բերավ։ Պատկերացնում ես էլ ասում։ Մնում այդ երեխեքին կարողանա պատ։ Մի պենքանի կա պետյան։ Պատմվում է ամեն ինչի մասին ու փորձում ենք վերականգնել ոչ միայն մեր, այլ նաև հանդիսատեսի հիշողությունը։ Մենք փորձել ենք յուրաքանչյուր կերպարի, որոնք հավաքական կերպարներ են էլի մեր հասարակության վերաբերմունքը եւ պատմությունը ցույց տալ Արցախի կոնցեպտում։ Հասկացել եմ, որ մեզ խաբել են հերոսության մասին սուտ պատմություններով։ Հերոսությունը ռոմանտիզացրել են, որ մեռնելը համարենք պատիվ։ Մեր հասարակության մեջ իրանք այտենց պրագմատիկ, սառնասիրտ ու մարդիկ ովքեր ճիշտ են դատում իրենց տեսանկյունից եւ չեն ուզում խորանալ որևէ էմոցիոնալ դաշտի մեջ, այդ ուղին ունի այս մարդը կերպարի։ Քանի որ ես ինքս իմ մտքում կերպարը բաժանել եմ երկու մասի, որովհետեւ ներկայացման սկզբից ուրիշ եւ դուրս է գալիս բեմից ուրիշ, ուստի ուղերձները շատ են, ուղերձով գալիս է եւ ուղերձով գնում է։ Ես գիտեմ, դու մտածում ես թե ես անտարբեր եմ։ Ավետին խորհուրդ կտամ մի քիչ ավելի բաց նայել ամեն ինչին, քան որ ինքը նայում է։ Այդ քո տեսակն էլ է ինձ ունից հանում դեդո։ Ուրախ կլինեմ, որ այս ներկայացում դիտողները, եթե անգամ մի քիչ արցախցիներին չեն հասկացել կամ ընդհանրապես չեն հասկացել, այս ներկայացման միջոցով կկարողանան խոսել, փորձել հասկանալ։ Ես գիտեմ, որ բոլորս եւ հայաստանցիները եւ արցախցիները չեն հասցրել գիտակցել այս կորուստը։ Մի հատ կիսատ ծանր լաց ունենք այստեղ։ Ես քեզանա նեղացած չեմ։ Նեղացած չեմ։
Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր 8 լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։